Պարոն Մանուկյան, այս դեպքը կապում են թաղապետարանում տեղի ունեցածի հետ, դուք ինչ կասեք այս մասին։ Տեսեք, առաջինը ինչը որ 100% կապ ունի, դա պայմանավորված է նրանով, որ իրավապահ մարմինները մատնված են անգործության եւ իշխանությունը, երկրի իշխանությունը ըստ արժանավորինս չի դատապարտում բռնությունը եւ իրենց անթողունակությունը երկրում այս բեսպրիձելն ու բարդակը բերում է եւս նմանատիպ նոր փորձանքների։ Այսինքն գիշերով թույլ են տալիս երեք անչափահաս երեխաներն էլ իր հետ գազի խողովակաշարն էլ ստեից գնում է եւ հասկանում ենք, որ կարող է մեծ վթար ավելի լուրջ խնդիրներ առաջանալ, այսինքն կապը, որը որ կա, դա իրավապահ մարմինների եւ երկրում իշխանություն չլինելու փաստն է, դա առաջի կապը։ Երկրորդը դա այն է, որ քաղաքային իշխանությունները եւ նրանց կլենտուրան կամ նրանց շանտաժիստները, դա իմ քաղաքական որակավորումն է, ցույց տվեցին, որ իրենք անպատժելի են եւ անպատժելիությունը բերում է եւս նմանատիպ հանցանքների։ Այս փուլում, որ վստահությամբ ասես, որ նույն մարդիկ նույն ձեռագրով եկե ասել են, կարծում ժամանակ ունենք կարողանանք դրա վերաբերյալ գնահատականը տալ, բայց այն ընդհանուր գիծը, որ քաղաքական գործունեությունների արդյունքում է սա գնում, ըստ արժանավորինս չի դատապարտվում եւ sense պատականություններ չի լինում, էլի։ Ես էլ Գևորգ Մայր Հայաստան խմբակցության անդամներ ենք, ես եւ Գևորգը անձնապես ընկերներ ենք, մենք իրար շատ մոտ հասկանում ենք, գնահատականը չի տրվում, հակառակ խրախուսվում, ասում ուզում ես ցես, կլինի ցես, ելում ցեցում են այդ խեշտղուն, դրանից հետո հաջորդ լկտի պավազքն ալին, դրանից հետո նույնիսկ վարչական շրջանի ղեկավարը այդքան տղամարդկություն չունեցավ, որ ներողություն խնդրեր հենց Արթուր Չախոյանին, ասել ես ներողություն եմ խնդրում, հասկանում եք, ու մի հատ իրանք խոսում են ինչ-որ արժանամակարգներից։ Ինչ եք կարծում, հնարավոր է, որ այս դեպքն էլ մի ներողությունով հակեն, այսպես ասած, եւ ամեն ինչ հարթվի։ Ինչպես եւ եղավ թաղապետի դեպքում։ Տեսեք, իրենց պարագայում ամեն ինչը, ամեն sense խեղկատակություն դու կարող ես ակնկալել ու դա ապացուցված փաստերով է, որ դա հենց այդպես է, որ կա, բայց այս պահը իրավական գնահատականը հստակ պիտի լինի, բայց թե եւս մեկ անգամ իրավապահ համակարգը մնա անգործության կամ պետական պատվերների շրջանակում ինքը գործի, պետությունը ինչ պատվերում անի, դա մտածում եմ, որ ոչ մի լավ բանի չի բերի, իրոք լավ բանի չի բերի, այսինքն մարդիկ այսուհետ կփորձեն ինքնապաշտպանվել, այսինքն կունենան զենք, զինամթերք եւ երկիրը կդառնա չգիտեմ ինչի, որը որ երբեք ու երբեք չես ցանկանա, որ քո երկրում այդ վիճակին գա հասնի, այսինքն էսի օրինակի համար Իրբիլը չի կամ չգիտեմ Սիրիան չի կամ ուրիշ տեղ չի։